ծնդատանը նստում եմ իմ բժիշկների, իմ շատ սիրելի ու հարգելի բժիշկների կողքը, զրույցի հետ կապված եւ մեկ է մի քանի վայրկյան, մի քանի րոպե նույնիսկ նստում եմ ու տեսնում եմ, թե քանի կին է անցնում, բժշկի մոտով եւ խնդրում են նույնիսկ իրենց ամուսիններ գան, դե կեսան չես կարողանում անես, այս օրը հենց այս ժամին ավարտենք։ Այսինքն այնքան պարզեցրել ենք, ոչ մեկ չի ասում, չէ, եղբայր, հեշտ բան չի այդ կեսանը։ Եվ եթե դու կարծում ես, որ դրանից հետո քո կինը շատ ավելի լավ կին է ալնելու, որտեվ շատ հիմա համենայն դեպս 8 տարի առաջ բավականին մեծ զրույցներ են գնում, այն կանայք, ովքեր կեսանհատումով են ունենում, նեղ անցք են ունենում, հա, իբր թե հեշտոցը նեղ է մնում, եւ դրանով կարող են իսկ այնանք, ովքեր բնական են ունենում, իբր թե մկաները թուլանում են ու այլևս էլ տղամարդուն հաճելի չի, այսինքն ուզում ես ասես դու հիմար ես, ինչ եք էլի խոսում, այսինքն հենց իմ նման մասնագետները պետք է այստեղ գան ու ասեն, ապացուցեն, որ չէ, եղբայր, քո կինը կեսանհատումից հետո, այստեղ եթե լսենք ու կարդանք այ բոլոր կանանց մեկնաբանությունները, գոնե ստուգվածներից 90%-ը բողոքում էր նրանից, որ այլևս սեռական հարաբերությունները իրենց համար հաճելի չէին, տհաճ էին, հա, եւ կնոջը դիտարկել պարզապես որպես մի հատ անոթ, որի միջով երեխան գալիս է գնում է, այդպես չի կարելի։ Այո, իհարկե դեպքեր կան, երբ որ կեսանհատումը կյանքեր փրկող իրավիճակ է, բայց արդյոք բոլոր դեպքերում են այդպես։ Ես ինքս իմ աչքերով տեսել եմ մի հատ հետաքրքիր զեկույց, եւ որտեղ հենց նշվում էր, որ բարդացումների դեպքում պետությունը ինչքան ավել գումար է տալիս տվյալ բուժ հաստատությանը, եթե բարդություններ են գալիս։ Եվ իհարկե բուժ հաստատությանը շատ ավելի ձեռնտու է, սրա մասին է ոչ ոք չի խոսի, որ հնարավորինս բարդեցված տարբերակներ լինեն։ Եվ դու գա Բարև բոլորին, բարի գալուստ Այլ Հայաստաններ podcast, ես Միլենա Աբրահամյանն եմ, ձեր համավարողներից մեկը։ Ես էլ Թամար Շիրինյանն եմ, ձեր մյուս համավարողը։ Այսօր մենք ունենք հյուր Սվետլանա Ավակյան, ով յոգայի ուսուցիչ է, դուլա է, այսինքն կին, ով որ օգնում է կանանց այսինքն հղի կանանց ծննդաբերության ժամանակ եւ ծննդաբերությունից հետո։ Սվետլանան նաեւ IT ոլորտի ներկայացուցիչ է, այսինքն ծրագրավորող է եւ վերջերս նաեւ նա դառել է կինեզոլոգ։ Եվ այսօր մենք զրուցելու ենք Սվետլանայի հետ, ինչի մասն ենք խոսելու այսօր։ Խոսելու ենք Սվետլանայի մասնագիտության մասին, այսինքն Սվետլանան աշխատում է կանանց հետ, ովքեր որ վերականգնողական, ոչ միայն իհարկե վերականգնողական, բայց այս թեզը Սվետլանան վերջերս պաշտպանում էր սպիերի հետ աշխատելու վերականգնողական կեսարյանից հետո վերականգնողական շրջանի մասին։ Սվետլանա, իհարկե դու շատ ավելի լավ կներկայացնես իմ սենց խառը շփթիկ մի քիչ հայերենով, ուղղակի ուզեցի մի փոքր ասեմ ինչի մասին է, ինչի մասն ենք խոսելու։ Եվ եթե ավել բան կուզես ասել ներկայանալու, որն է ստացվի մենակ մենք ենք քեզ ներկայացնում, խնդրում եմ, կարող ես, մինչև մենք սկսենք հարցերը մեր։
Բայց ես Ողջույն։ կարող եմ մի րոպե մի բան ասեմ, խնդրում ենք, որ այս վիդեոն լայք անեք, որ մեր YouTube channel-ին subscribe լինեք, ու գնաք Spotify, մեզ գտնեք Other Armenia's podcast, եւ այդտեղ follow անեք ու rate անեք ու comment-ներ անեք YouTube-ում ու Spotify-ում, որ մեզ հետ կապվեք։ Բարև Հայ, ձեզ։ ես միշտ մոռանում եմ ասել ու ներողություն եմ խնդրում, ես մի քիչ լարված եմ, որովհետև Սվետլանան իմ ուսուցիչն է նաև յոգայի։ Ես շատ ողջավորված եմ, որ այսօր համաձայնվել ես մեր հյուրը լինել, Սվետա։ Ես քեզանից Ողջույն։ շատ բան եմ սովորել եւ դեռ ունեմ սովորելու։ Ողջույն։ Անչափ շնորհակալություն ինձ նաև ձեր նորաստեղծ ոդկասթը հրավիրելու համար։ Շատ ուրախ եմ եւ շատ ուրախ եմ հենց հատկապես նմանատիպ պրոյեկտներին աջակցել, նմանատիպ պրոյեկտներում խոսել շատ կարեւոր թեմաներից, որ վերաբերում են այնպիսի թեմաներից, որոնց մասին սովորաբար չենք խոսում, բայց այնպիսի թեմաներից, որ վերաբերում են բոլոր կանանց եւ ոչ միայն հայ ազգի կանանց, այլ ընդհանրապես բոլոր ազգերի կանանց եւ մասնավորապես կան թեմաներ, որոնք տաբու թեմաներ են եւ աշխատում ենք այդ թեմաներից չխոսել։ Ես սիրում եմ խոսել հենց այդ նմանատիպ տաբու թեմաներից, որ մի հատ ջերի երես հանենք, աշխատենք, մշակենք եւ հասկանանք, որ դրա պատճառով իրականում մեր սերունդներն են առողջանում, մեր սերունդներին ավելի քիչ վնաս են հասցվում, եթե մենք խոսում ենք այնպիսի երևույթներից, այնպիսի արատավոր երևույթներից, որոնք իրականում գիշերը շատ կանանց գլուխը բարձին դնելուց խանգարում են նորմալ քնելուն։ Բայց իրական դատարկ թեմաներ են եւ կարելի է խոսել պարզապես հանել դուրս եւ անցնել առաջ։ Ես Սվետլանա Ավակյանն եմ, կին, մայր, յոգայի մարզիչ, նաև ոչ շատ հեռու անցյալում application engineer IT ոլորտում, հիմա արդեն մի շաբաթ է արդեն նաև կինեզիոլոգ եւ շնորհակալություն ինձ հրավիրելու համար կրկին ես սիրով կխոսեմ այն թեմայից, որի մասին շատ կուզեմ այլևս Հայաստանում հայերի շրջանում սկսենք խոսել։ Ես ուզում եմ խոսենք, այսինքն ես չեմ ուզում խոսենք, դուք եք ինձ այդ թեմայով հրավիրել, բայց կուզեմ խոսել արդեն շատ սիրելի ու շատ նորմա դարձած կեսանհատումներից, որ տեղի են ունենում Հայաստանում, թե հարցերի այն մյուս կողմը թե երբ ինչու են կեսանհատումներ լինում, մեծ դեբատների հարցեր են եւ կարծում եմ երեքով միայն բավարար չենք լինի, որովհետեւ վերջերս բավականին լուրջ ուսումնասիրություններ են տարվել այդ ոլորտում եւ պարզապես լիքը մասնագետներ հմտացել են կեսանհատումներին եւ լիքը մասնագետներ պարզապես սովորել են ձեռքները բացվել է, փոր կարել, փոր ճղել արտահայտությունները լրիվ ակտուալ են եւ եթե կեսանհատումը կյանքեր փրկող վիրահատություն էր, հիմա դարձել է նորմա եւ ես իմ թեզով փորձել եմ բարձրաձայնել այն փաստը, որ սիրելիներս, եթե լրջորեն չմոտենանք այս հարցին, ապա 20 տարի հետո 40% ոչ թե կեսանհատումների ցուցիչ կունենանք կանանց, այլ 40% հաշմանդամների ցուցիչ կունենանք երիտասարդ հաշմանդամների, որովհետև կեսանհատումը դեպի հաշմանդամություն տանող մեծ ու բարդ վիրահատություն է։ Եթե կուզեք, այդ թեմայից կարող ենք խոսել, եթե կուզեք, այլ գեղեցիկ թեմաներից կարող ենք խոսել, այդպես։ Անպայման կուզենք այդ թեմայից խոսես, Սվետա, ու ես գիտեմ, որ քո թեզը պաշտպանելու ընթացքում ինչ որ
պահի քեզ ընդհատել են եւ թույլ չեն տվել որ դու քո խոսքը հասցնես տեղ ես ուզում եմ ոնց որ սա այստեղ նաեւ եւ ոչ միայն այս հարթակը բայց ինչքան հարթակ կա օգտագործենք որպեսզի քո խոսքը հասցնենք տեղ քանի որ ես համարում եմ քեզ հենց այն էքսպերտը այս հարցի շուրջ կեսարյան հատումների շուրջ ով կարող է խոսել եւ գիտելիքը փոխանցել մյուսներիս ովքեր որ թե այս փորձի միջով անցել են կանայք եւ կամ դեռ կարողա միգուցե անցնելու են Միլենա ջան, ես Սվետլանա Ավակյանն եմ։ Սկսեմ այդտեղից։ 3 կեսանհատումով ծննդաբերած կին։ Եվ հետ վիրահատական 2.5 տարիում եմ գտնվում։ Հետ վիրահատական 32 շաբաթում, 32 շաբաթ չէ։ 2 տարի 30 շաբաթ, հա, երևի թե այսպես ինչ-որ մի հատ թիվ ասենք, չգիտեմ, չեմ կարող ասել հստակ։ Ինչևէ, անցնենք առաջ, դա չի կարևորը, թվերի մեջ շատ չկորենք։ Անկեղծ ասած, երբ 1 տարի առաջ ինքս վերականգնման ընթացքում եմ դեռ, ու որքան շատ ավելի խորանում եմ, ես այնքան տեսնում եմ, թե ինչքան շերտերով, որքան շատ խնդիրներ են առաջացել եկել իմ կյանք, որ ես նմանատիպ խնդիրներ չեմ ունեցել, եւ դա միայն տարիքի հետ չի գալիս, իդեպ շատ լավ հղիություններ եմ ունեցել, հիասքանչ հետ վիրահատական վերականգնման ընթացք եմ ունեցել, բայց որոշակի խնդիրներ կային, օրինակ սկսած քաշի պակասումից, նյութափոխանակության տոտալ խանգարումից, վերջացրած գլխացավերով, ես ինքս ինձ դեմքիս նայում էի ու զարմանում էի, ասում եմ, իմ աչքը էս ինչ է, էս մեկը էս կողմ գնում, մեկը մեծ է, մեկը փոքր է, էս ինչ է կատարվում էլի, ես նմանատիպ ասիմետրիաներ չեմ ունեցել, ինչ եղավ, որ այս ասիմետրիաները սկսեցին իմ կյանք գալ։ Գուցե շատ ավելի արտահայտիչ են դարձել, գուցե ավելի նուրբ էին, բայց հիմա գնալով ավելի շատանում են։ Ինչ են ուսերը սկսել ցավել, հա, կամ ինչի պարանոց ես։ Հաճախակի պարանոցի հենց ցավեր է ունենում, հետո գնում էի բժիշկս հանում էր, կինեզիոլոգ, նյարդաբան կինեզիոլոգ բժիշկս հանում էր, ու հետո ես ինձ այս թեման այնքանով էր կպնող, որ ես հասկանայի, փաստորեն մենակ ես չեմ, որ այս դրա միջով անցնում եմ, ու կարծես թե հիասքանչ որովայն ունեի, բայց այլևս այդ հիասքանչ որովայնը չկա, ես եթե գլուխ էի գովում առաջին կեսանից հետո, ապա երրորդ կեսանից հետո պատրաստի դիաստազով, ասենց փորս դուրս ընկած ման էի գալիս, չնայած քաշս որպես այդպեսին մեծ ավելացում չէր ունեցել։ Եվ հատուկ վերականգնման ընթացքը նաև ավելի ուսումնասիրելու համար, ինքս ինձ համար ընդունվեցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, հաշվի չառնելով նաև այն փաստը, որ ոլորտում արդեն բավականին հմտացած եւ անուն ձեռք բերած յոգայի մարզիչ էի, յոգայի մասնագետ էի եւ հատկապես կանանց հետ աշխատող յոգայի մարզիչ, հղիների յոգայի մարզիչ եւ դուլա, ծննդօգնող կին, նաև հետծննդաբերական վերականգնող կին, եւ որոշակի հմտություններ կային, որոնց իրականում բացակայում էր նաև այդ ակադեմիական կրթությունը, եւ ինձ համար կարեւոր էր ակադեմիական կրթությունը, իդեպ այն նպատակը, որի համար գնացել եմ ինստիտուտ, ես 100%-ով համարում եմ կատարված, որովհետեւ գոնե մի քանի փայլուն դասախոս եմ ունեցել, որոնք շատ հստակ ցույց են տվել, թե նյարդային համակարգը ինչպես է աշխատում, թե նաև կենսաքիմիական process-ները ոնց են ընթանում, եւ նաև ես հնարավորություն եմ ունեցել ինքնուրույն հետազոտություններ կազմակերպելու, մասնավորապես սպից հետո կենսաքիմիայի զարգացման ոլորտում, մասնավորապես պրոպրիոցեպտիվ ռեցեպտորների, մեր նյարդային համակարգի կոնկրետ այն մասն է, որը կառավարում է մեր ոսկորները, մեր ջլերը, ոնց որ ինչքանով ես դու տեսնում քո ձեռքերը, ոտքերը, երբ որ դու շարժում ես, այդ ամեն ինչը պրոպրիոցեպտիվ ռեցեպտորների շնորհիվ է տեղի ունենում եւ ուղեղում նմանատիպ հենց կենտրոն կա։ Եթե կցանկանաք, ես կարող եմ նաև share անել մի քանի սլայդեր, կտեսնեք ավելի հստակ ինչպես է այդ ամեն ինչը աշխատում։ Այդպես, եւ հետազոտությունս անկեղծ
էքստազի մեջ էի, երբ որ ուսումնասիրում էի ու ապշած էի այն բոլոր մեծագույն խնդիրների հետ, որը կարողանում է առաջացնել սպին։ Պարզապես սպին, բայց էլ չեմ խոսում կեսարանի սպիի մասին։ Շատ մեծ հետազոտություններ եմ կատարել, մասնավորապես ոլորտի լավագույն ներկայացուցիչների աշխատանքներն եմ ուսումնասիրել, թե ամերիկյան եւ թե ռուսական նմանատիպ աշխատանքների, իդեպ շատ մեծ քայլերով Եվրոպան, Ռուսաստանը, Ամերիկան գնում են առաջ հետ վիրահատական վերականգնումների զարգացման առումով, տեխնիկական եւ ապարատուրային եւ նաեւ մանուալ տեսանկյունից, բայց Հայաստանում ցավոք ընդհանրապես չեն խոսում կինեզիոլոգները սպի վերականգնման մասին, դե ասում են դե շարակցական հյուսվածք այլ ինչ ես ուզում, առաջանում է գնում ենք։ Մինչդեռ աշխարհը ահազանգում է, ասում է ինչ շարակցական հյուսված սիրելներս, այդ շարակցական հյուսվածքի պատճառով իրականում ամեն ինչը հերանիցվում է եւ դեռ ապացուցողահեն գիտությունը բավական ծանր քայլերով, բայց ստիպված պետք է ընդունի, որ անպայման լինելու է, հա, այս առաջընթացը անպայման գնալու ենք առաջ եւ լինելու է այն, ինչի մասին խոսում ենք, այսինքն ի վերջո մարդիկ արթնանալու են եւ հասկանալու են, եթե սպի ունեն, այդ սպիի հետ պետք է աշխատանք կատարել։ Հիմա եթե կցանկանաս, ես կարող եմ շատ կարճ մի քանի փաստերով ներկայացնել ինչու հենց կեսանհատումն եմ ուսումնասիրել, որտեվ շատ հանգիստ կարող են նաև նմանատիպ թեմաներում շատ հանգիստ կարող ենք նաև ուսումնասիրել մյուս վիրահատությունները, նույնիսկ լապարասկոպիկ վիրահատությունները, որոնք շատ են կատարվում Հայաստանում էլ։ Հիմա ես կիսեմ իմ էկրանով։ Այսպես։ Եթե երևում է, հա? Այո, երևում է։ Արդիականությունը, թեմայի արդիականությունը կային մեր նրանում, որ ընդհանրապես ես միշտ հարցերին լուծում տալիս եմ ամենաբարձր կետից, ինձ համար հիերարխիան կամ ինձ համար ոնց ասեմ, մի րոպե, մի հատ այդ բառը սուբարդինացիան, հա, շատ կարևոր է։ Եվ ամենաառաջին բանը, որը սովորեցի ինստիտուտում, ամենաառաջին այդ շլչոկը, որը եկավ, իմ շատ սիրելի դասախոսներից մեկը Անահիտ Հարությունյանը բացատրեց, որ սուբարդինացիայի օրենքը գլխավոր օրենքն է, որով մեր նյարդային համակարգը գործում է։ Եվ ամենաբարձր կետում գտնվում է մարդու ուղեղի կեղևը եւ մասնավորապես շարժողական կեղևը, որի շնորհիվ մարդը զարգացել է եւ կա այն ինչը հենց հիմա կա։ Եթե գնանք 3.2 միլիոն տարի առաջ, ամենաառաջին աղջկան, ամենաառաջին մարդուն ուսումնասիրենք, որը եկել է, դա եղել է Լյուսին, այս պահին գիտականորեն ապացուցված փաստերն եմ խոսում, այն ամենաառաջի կենդանին, որը ուղիղ է քայլել, ով քայլել է ուղղահայաց ռեֆլեքսով, այսինքն ուղիղ, ոնց որ մենք հիմա, դա եղել է հենց այդ մարդը, ինքը չի ունեցել նույն ուղեղը, ինչը մենք ունենք հիմա, բայց միևնույն ժամանակ միակն է եղել, որը ունեցել է նույն քայլը, ինչու մենք, այսինքն քայլն է, որ զարգացրել է մեզ այն տեսակին, որ հենց հիմա մենք կանք։ Եվ սա գիտական աշխարհին, հա, եկեք աստվածային թեմաները մի կողմ դնենք, հոգևոր թեմաները մի կողմ դնենք, մարդը հոգեֆիզիոլոգիական էակ է։ Եվ այդ տեսանկյունից ամենաբարձրագույն կետը դա ուղեղի կեղևն է։ Ուղեղի կեղևը ունի հստակ գործառույթ։ Իր ֆունկցիան ստուգելու համար հստակ գործառույթ կա։ Դա քայլն է, մարդու քայլը, այսինքն որպես գնահատական, որ մենք հասկանանք արդյոք մարդու ուղեղի կեղևը նորմալ աշխատում է, թե չէ, դա քայլն է եւ մասնավորապես հետերոլատերալ քայլը։ Հետերոլատերալ քայլը
դա այն է, որ այստեղ ցույց եմ տալիս, երբ աջ ոտքը դնում ես առաջ, ձախ ձեռքը գալիս է առաջ եւ գլուխդ գնում է դեպի ձախ, հա, այսինքն դու կարծես պտուտաձև, այսպես, որի շնորհիվ խնդրում եմ հիմա դուրս կգաք, հիմա որ շատ խնդրեմ դուրս կգաք, եւ իհարկե հիմա ես այստեղ մի հատ տեղափոխվենք, որ երեխաներս ինձ չխանգարեն, եւ հետերոլատերալ քայլն է, որ օգնում է մեզ հստակ գնահատել ուղեղի կեղևը ինչպես է աշխատում եւ հետերոլատերալ քայլի ամբողջ ընթացքի ուսումնասիրությունն էլ եղել է իմ հետազոտության բնույթը, այսինքն ինչ գործառույթ էլ կատարել եմ, ես հետևել եմ, որ տվյալ պացիենտի կամ հետազոտվողի հետերոլատերալ քայլը անպայման վերականգնված լինի, եւ վերադառնալով իմ հիմնական արդիականությանը թեմայի, կամայական հոգեկան վիճակ, մարդու մարմնի մեջ թողում է ֆասցիալ ներքաշում, հիմա եթե քեզ տխուր է, դու ունքերդ հավաքեցիր, բերեցիր ինչ-որ միտեղ մի բան հավաքեցիր, անպայման դրա արտապատկերումը քո փորի վրա կերևա, քո կոնքի հատակում կերևա, եթե քու ձեռքով մի հատ ապտակ արեցիր մեկին ջղայնությունից, այդ ապտակի պատճառով քո էլի ֆասցիալ կրճատում մարմնի ինչ-որ մի հատվածում անպայման կգնա, դա եւս գիտականորեն ապացուցված է, հա, բայց հիմա հարցը այդտեղ չի, հարցը նրանում է, որ երբ որ կա սպի, եթե օրինակ մյուս ֆասցիալ կրճատումները մենք հնարավորություն ունենք օրինակ սթրեչինգների միջոցով հանելու կամ ֆասցիալ ռիլիզի միջոցով, օրինակ մանուալ թերապիայով հանելու, ապա սպիի դեպքում դա մի հատ մեծ գունդ է, որ հենց այդպես է մնում է, այսինքն ներքաշում է լինում, սենց կուտակում է լինում, բոլոր շերտերը միացնում են իրար, եթե օրինակ մարմնում բոլոր շերտերը ունեն իրանց հիերարխիան, հա, շերտավոր է մարդը, այսպես շերտավոր է, ամեն մի շերտը ինչ որ դեր է կատարում, հա, ինչ որ մի հատ նպատակ ունի, ապա երբ որ սպի է տեղի ունենում, այս բոլորը կպնում են իրար, եթե օրինակ այստեղ ես ձեզ ցույց տամ սպի առաջացման գործընթացը, երբ վնասվում է մաշկը, անպայման դրանից հետո 2 շաբաթ գոնե տեղի է ունենում բորբոքային process, այսինքն 2 շաբաթ տվյալ մարդը ակտիվ բորբոքային process-ի մեջ է, որի ամբողջ նպատակը այն է, որ տեսեք հեսա նույնիսկ այստեղ նշել եմ, որպեսզի հնարավորինս վերականգնի այդ վնասված հատվածը եւ ուղեղը կամ օրգանիզմը օգտագործում է բոլոր այն հնարավոր մեթոդները, որը կան եւ հիմնականում ուղարկում է, քանի որ պատռված հատված է, ինքը ուղարկում է շարակցական հյուսվածքներ տվյալ դեպքում կոլագենային կառուցվածքներ, կոլագեն է ուղարկում, որպեսզի հնարավորինս խիտ ցանց ստեղծի, որ այլևս այդ հատվածը չվնասվի։ Եվ հետո գալիս է պրոլիֆերացիայի փուլը, որը տևում է մինչև 30 օր, որոշ դեպքերում նաև մինչև 3 ամիս, ինչու 30 տեսեք պրոլիֆերացիայի, այսինքն օրինակ տվյալ դեպքում կեսարանների դեպքում պրոլիֆերացիայի փուլը մինչև 3 ամիս կարող է տևել, որտեղ այդտեղ շերտերը կրկին ասում եմ մեծ են եւ չես կարող ասել թե ինչպես են բանանում, հա, այս փուլում ֆիբրոբլաստները ակտիվանում են եւ սկսում են արտադրել 3-րդ տիպի կոլագեններ։ 3-րդ տիպի կոլագենը ակտիվ կոլագենն է եւ ինքը իր հետ նաեւ բերում է կարծես արյունատար անոթներ կան այդ հատվածում, հա, այսինքն թվացial մկանային կառուցվածք է, բայց այ 6 ամիսից հետո կոլագեն 3-ը փոխարինվում է կոլագեն 1-ով։ Այ կոլագեն 1-ը, որը նաեւ ակտիվ է մեր բոլոր հոդերում, մեր բոլոր կապաներում, մեր շրջոսկրում, վերնոսկրում եւ որը գլխավոր ազդակն է պրոպրիոցեպտիվ ոնց ասեմ նեյրոնների համար, հա, ռեցեպտորների համար, ուղեղի տեսանկյունից այդ հատվածը պետք է անպայման ֆիքսացիա ունենա։
Եվ 6-րդ ամսից սկսած ուղեղը ամեն ինչ անում է, որ այդ հատվածը գա եւ կպնի մոտակա կոլագեն 1 կառուցվածքներին։ Ոչ թե կպնի, այլ այդ նյութը տվյալ հատվածներից բերի իրեն։ Պատկերացրեք մի հատ տենց տեղ է, որտեղ ծակ է ու դու անընդհատ ինչ ունես, այդ ռեսուրսը լցնում ես այդտեղ, որպիսի բան լինի։ Եվ կողքդ նայում ես, տեսնում ես այլևս այդ ռեսուրսը, որ միջև այդ հավասարաչափ էր, այլևս չկա, եւ հիմա այս բոլորը այստեղ են հավաքված։ Մենակ թե մի նպատակի համար, որ այդ հատվածը այլևս չճղվի, պատկերացնում եք։ Ուղեղը չի ուզում այդ հատվածը ճղի։ Մի բան հարցնեմ, այսինքն դա սենց մի հատ տրավմայի նման բան է, որտեղ տրավմայի ժամանակ վախը որ մնում է, չէ՞, արմենի մեջ, որ բայ հանկարծ ես, օրինակ, եթե մի օր վրդ քար անգե, մեկ է քարերի կողքով անցնես, վախենաս այդ քարը էլի չընկնի վրդ, ուղեղի մեջ մարմնի նկատմամբ նման վախ կա, փաստորեն էս ասում։ Այո, Հետաքրքիր է։ պարտադիր, բա էլ դրանից ենկոն վախ, բա ամենառեալ վախն է, ու ավելին այդ վախից խուսափելու համար ինքը մաքսիմում ուզում է ֆիքսացիա ունենա, երբ որ դու վախենում ես, ինչ ես ասում, հələ մի րոպե նստեմ։ Չէ, եւ նույնը այստեղ է, ինքը ասում է, հələ մի րոպե կպնեմ, որ հանկարծ այլևս էլ չպատրես ինձ։ Այսինքն անդադար հարակից հյուսվածքներից ինքը կոլագեն 1 է ուզելու, սկզբից մկաներից, հետո կապաներից եւ իդեպ շատ կեսանով ծնդաբերած կանայք կխոստովանեն, որ ունեն հոդացավեր։ Կլինի դա գոտկային հատվածում, կլինի պարանոցի հատվածում, կլինի կոնքի հատվածում, ծնկի հատվածում, ուսի մասին չխոսենք։ Ուսը ամենահայտնի ցավոտ կետերից մեկն է։ Էլ չեմ խոսում ատամների, կորստների եւ տարբեր ձևով այս հոդերի աշխատանքի մասին, ատամները հաճախակի փչանում են եւ այդպես, ու հետո ոչ մեկ չի ասի, որ գիտես ինչ կեսանից էր։ Շատ սիրուն բերեցի նկարը սա, որտեվ իրականում որ խնդիրներն են, որ առաջանում են կեսանից հետո, օրինակ կոնքի ասիմետրիկ դիրք է առաջանում։ Դրա պատճառով կոնքը եթե ասիմետրիկ է, դու չես կարող գլուխդ այսպես լինես, հասկանում ես։ Եթե կոնքդ ասիմետրիկ է, դու քո գլուխն է պետք է համապատասխան կողմ գնա։ Ինչ է անում ես, որտեվ դու պետք է անպայման հորիզոնը տեսնես ուղիղ։ Եվ գլուխը սենց բարձրացրեցիր, դրան համապատասխան ուսը տա բարձրանալու։ Հա, կամ հակառակը ուսը իջնելու, այն մյուսը բարձրանա, որ մենակ թե քեզ բերի ուղիղ դիրքի։ Ուղղահայաց ռեֆլեքսը մեր հիմնական կարևոր ռեֆլեքսն է, որը միշտ մեզ հետ է։ Մենք միշտ ձգտում ենք ուղղահայաց դիրքի, բայց անկման կետերը մեզ միշտ գցում են կամ աջ կամ ձախ կամ հետ կամ առաջ կամ անկյունագծերով, եւ դրա պատճառով մենք տարբեր խանգարումներ ենք ունենում։ Հիմա կարող ենք ասել այստեղ դե լավ խանգարում է, էլի բոլոր մարդիկ խանգարում ունեն։ Իհարկե, պարզապես եթե խանգարումներ ունես, մի հատ է կեսանհատում ես անում, այդ խանգարումները ֆիքսվում են եւ ավելի բարդանում են։ Այսինքն եղած քրոնիկ խնդիրները շատ ավելի սրվում են։ Եթե հատկապես եղել են կեցվածքային խնդիրներ, անպայման դրանք եւս ավելի խորանում են, եթե չի եղել անպայման առաջանում են, այսինքն չկա այդպիսի կեսանհատումով ոչ ոքի չեք կարող բերել, ադապտացված կարող է լինել իհարկե, կան աղջիկներ, որ կարող են ասել, ընդամենը 1 կեսաններ եւ ոչ մի ձևով իմ սպին դուր չի գալիս, ինչ չի անհանգստացնում, պարզապես բավական լավ ադապտացված են, այսինքն իրենք իրենց հետևում են, հա? Այսինքն փառք Աստծո, որ իրենք իրենց առողջության մասին հոգ են տանում եւ տարբեր մարզումներ են անում, բաներ են անում եւ այդպիսի մեծ հաշվով այդպիսի մեծ խնդիրներ չի առաջացնում, բայց գաղտնիքը բացեմ հոգեկան խնդիրներ անպայման առաջացնելու են։ Եվ նաև այս թեզը դրա մասին է։ Ներքին օրգանների տեղաշարժ պարտադիր, սա ձեզ աչքերդ փակի Միլենա։ Էլ չեմ տեսնես, հա, էլ չես վախենում, որ պատկերացնես անպայման այստեղ կեսանհատման օրինակ է բերված, իհարկե հենց այսպես տեղի չի ունենում, հա, միամիտ կլինենք, որ ասենք ադե լավ մենակ բան է, հա, այսինքն եթե նայեք տեղաշարժը տեղի ունենում հյուսվածքների, ֆասցիաների եւ ընդամենը 1 շերտի, որ կտրվում է կեսանհատումից, կտրվում են
մինիմում 7 շերտ մկանային, բայց չենք խոսում այլևս էլ փակեղների մասի, անուղակի եթե այս մկաներն էլ նայենք, սրանք եւս իրենց խնդիրները ունենում են, հա, վնասվածքները ունենում են։ Այսպես, այլևս տեսեք, եթե մենք խոսում ենք տվյալ սպիից, հենց այս շերտերից, այս շերտերը իրենք նաև ուղիղ կապված են մեր միոֆասիալ շղթաների հետ, այսինքն ցավոք կեսանհատումը կատարվում է ուղիղ կենտրոնական գծով եւ այս կենտրոնական գծի տեսանկյունից այստեղով ամեն ինչն է անցնում։ Նայեք, սպի կարևորությունը ոնց է նշանակությունը, հա, այսպես ինքը կախված է նրանից, թե մարմնի որ հատվածի վրա է եւ որքան հատվածներ են դրա հետ ներգրաված։ Հիմա կզարմանաք, բայց ազդրի վնասվածքը այդքան մեծ կարող է չլինել, որքան սրունքի վնասվածքը։ Պատկերացնում եք, սրունքինը ավելի մեծ լինի, քան ազդրինը։ Թևի մատի վնասվածքը շատ ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ, քան ասենք, չգիտեմ, ինչ որ մի հատ պարեզ լինի, ինչ որ sense քերծվածք լինի ձեռքի վրա, հա։ Եվ որովայնի տեսանկյունից, օրինակ բանի ամենահայտնի ապենդոկտեմիան, հա, այսինքն կույրաղիքի հեռացումը, ինքը նույն ձևի մեծ նշանակություն կարա չունենա, ոնց ունենում է օրինակ կեսանհատումը, հա, այսինքն կամ լեղապարկի հեռացումը նույն ազդեցությունը շատ ավելի վատ ազդեցություն կարա ունենա, քան ասենք, չգիտեմ, պարզապես ինչ ասեմ, ինչ որ կիստայի հեռացում, հա, օրինակ, կախված է նրանից, թե քանի շերտ է այստեղ ներգրավում, օրինակ նույն կեսանը ինքը հետաքրքիր վիրահատություն է, որտեղ այս դեպքում ոչ մի օրգան չի հեռացվում, բայց հատվում են որովայնային այդ մի քանի շերտերը եւ շատ կարեւոր շերտերը, որովայնի ուղիղ մկանը, որովայնի լայնական մկանն է, այստեղ եւս ներգրաված որովայնի ներքին եւ արտաքին մկանները, թեք մկանները, ներողություն, սրանք ներգրաված մկաներն են, տեսնեմ ես ունեմ նաև այն նկարները, որոնք որ կապված են բուն հենց մկաները, որոնք որ վիրահատվում են, կարծեմ ինձ չթողեցին, որ ես դնեմ դա սլայդումս եւ չեմ դրել, բայց ինչեւ է ասածս այն է, որ այդ մի քանի ֆասիալ այստեղ նույնիսկ երևում է էլի, այդ շերտերը որ կտրում են, ամեն մեկը միտեղ գնում է, այսինքն այս ընկետն է, որը բերում մեզ հավաքում է, ամբողջական է դարձնում, պատկերացեցիք, ուղիղ մեջտեղի գծով է տեղի ունենում հատումը, ուղիղ մեջտեղի գծով, այստեղ ցույց չի տրվում, բայց այնտեղ տարբեր սկալպելներ են վերցնում, այսպես պահում են, հատուկ կտրվածք են անում, որոշ դեպքերում բավական զարգացրել են, նույն Ամերիկայում ահագին օգտագործում են լազեր, որպեսզի այդ հատումները շատ ավելի անվնաս անցնեն, թույլ են տալիս, որ երեխան, որտեվ այստեղ եթե տեսնեք, կարա բժիշկը այս կողմ քաշի, այն կողմ քաշի եւ ավելորդ պատրվածքներ լինեն, հա, ավելորդ տրավմաներ լինեն։ Այդ պահին մենք կարող ենք ասել դե կյանք ենք փրկում, բայց իրականում նույնիսկ այս ոլորտում կարելի է, կարծում եմ, լավարկել նաև մեր աշխատանքը եւ հենց այստեղ իմ նման մասնագետները կարող էին իրենց առաջարկներով առաջ քաշել, որ ասեն, գիտեք, կարող եք արդյոք եթե հնարավոր է ինչ որ ձևով մտածենք այդ process-ը շատ ավելի նուրբ դարձնենք, չգիտեմ, այդքան շատ ձեռքերի ներգրավում չունենանք, քիչ սեղմեք, չգիտեմ, չլոճեք, հա, կոպիտ ասած այդ մկանները, շատ չերկարաձգեք, կողքի պատրվածքները աշխատեք քչացնել, որոշակի գործընթացներ կան, որ կարծում եմ շատ ավելի կարելի է ի օգուտ կնոջ կազմակերպել եւ այստեղ այդ ամեն ինչը շատ կարևոր է, որպեսզի մենք էլ ավելի լավ վերականգնվենք, որովհետեւ եթե նորմալ չկատարենք, ապա կառաջանան այսպես թե այնպես կպումները առաջանում են միանշանակ,
բայց կպումները շատ ավելի վատ տարբերակով կարող են լինել, որոնք էլ կնպաստեն հետագայում նաև տարբեր սպիերի առաջացման, հա, այստեղ ատրոֆիկ սպիերը վնաս են նրանով, որ կարծես ներքաշում կունենամ, ասենք ներս մտած սպիեր կլինեն, հիպերտրոֆիկը, երբ որ տեսել եք վրան միսիկներ են անդադ հավաքվում, այդ դեպքում ուղեղը դեռ անհանգիստ վիճակում է անընդհատ, տեսեք այս պրոլիֆերատիվ փուլի մեջ է լինելու, այստեղ այս երկրորդ փուլը 10-ից 30 օր, հա, երբ որ կոլագեն 3 անընդհատ ինքը այդտեղ արյուն է մատակարարելու, որ փրկեք, բորբոքված է այս հատվածը, այսինքն լյարդը գերֆունկցիայի մեջ է լինում եւ չի հանգստանում, հա, ուղեղը չի հանգստանում եւ անընդհատ լյարդին գերծանրաբեռնվածության մեջ է պահում, որ դու անպայման կամ եթե լյարդը ի սկզբանե արդեն դիսֆունկցիայի մեջ է, ապա անպայման կելոիդ կամ հիպերտրոֆիկ սպիեր կառաջանան տվյալ հղիի մոտ, հետո կդնի կասի դե բժիշկս էր մեղավոր, ասենք, որ ասեն սպի ունեցա, մինչդեռ հենց իր մարմնի առանձնահատկություններն են։ Այսինքն տվյալ բաները ուսումնասիրությունները կարևոր են մինչև կեսանհատում անելը։ Դու նաև քո մասին ինֆորմացիա ունենաս։ Օրինակ ակնեի սպիեր, եթե արդեն իսկ ունես եւ իրենք դեպի ներս գնացող են, դա արդեն խոսում է, որ մի անգամ ինչպիսի ռեսպոնս է տվել քո օրգանիզմը եւ պետք է ահագին մտածես մինչեւ սպի հերթական կեսանհատմանը գնալը, հա, որովհետեւ շատ հավանական է, եթե դու ունես կոնկրետ սպիեր, օրինակ նույն ակնեի սպին, շատ ակնհայտ սպի է, հա, շատ-շատերս ունենք, ապա անպայման նաև նմանատիպ սպի սպասիր նաև փորիդ մակարդակում, որտեվ տեսեք եւ դեմքը եւ փորը իրանք միջին գծի վրա են, եւ եթե մենք գանք միոֆասիալ շղթաները դրանք հիմնականում մեր մարմնի մեջ ամեն ինչը իրար փոխկապակցված է եւ միոֆասիալ շղթաները օրինակ այս առաջնային շղթան եթե նայենք ինքը ոչ միայն մեր ամբողջ առաջնային մակերեսային մկաններն են դրանց մեջ է նաև մտնում նույնիսկ մեր ճակատային մկանները հա այսպես պարանոցով գալիս է եւ միջև մեր այս քունքը իր մեջ ներառում է հետի շղթան գալիս է օրինակ այսպես գլխի ամբողջ այս բանով միջև այս հատվածը մտնում է հետին շղթայի մեջ, այսինքն եթե հետին շղթան վնասված է, անպայման դուք ճակատային հատվածներում ցավ եք ունենալու։ Կեսանհատումների ժամանակ բոլոր շղթաները անջատվում են բացի հետին շղթայից, որ ինքը ակտիվ մնա, որ հանկարծ դու չընկնես, որտեվ քեզ ուզում է ուղիղ պահի։ Բոլոր շղթաները անջատվում են բացի հետին շղթայից։ Հետին շղթան միակ պահող շղթան է լինում, որտեվ վնասվածքը առաջային շղթայում է, միոֆասիալ շղթաների գաղափարը նրանում է, որ ոչ թե մեկ մկան պետք է ուսումնասիրենք, այլ շարժման մեջ, այլ ընդհանրության մեջ մեկ մկանը մի ամբողջ պլաստ է մկաների, որի մեջ նաև մտնում են փակեղներ, մեծ փակեղներ, հա, մեծ ֆասիալ բաներ, շերտեր, եւ մտնում են նաև կապաններ, ջլոններ, հա, ապանևրոզ, այդպես լիքը բաներ, կապաններ, ասեցի, արդեն հոդեր, վենոզ կր, հա, շրջոց կր, որոշ դեպքերում նաև այդ բոլորը մեկ համակարգի մեջ է։ Հիմա տվյալ դեպքում, եթե սպիից ենք խոսում, այս բոլոր շղթաները վնասվում են, թե կողմնային, թե թեք, թե կողմնային, թե պարուրաձև, թե խորքային եւ թե առաջային շղթաները պարտադիր վնասվում են, բայց որ բոլոր վնասված են չի կարա, չէ, մեկն էլ չվնասվի։ Ուղղակի պարզապես այս մեկը եթե աշխատում է, այդ նշանակում ամենատուժածը ինքն է, որտեվ ամեն ինչը իր վրա է վերցնում։ Չի կարա, էլի, մի շղթան գոնե պետքա միացած լինի, այսպես։ Շատ տխուր է իրականությունը եւ իրականում այս իրականության մասն է ուզում ասել, որ սիրելի ընկերներ, եկեք պարզապես, որտեվ հիմա կան լոկալ սպի հետ աշխատող օրինակ մեթոդներ, օրինակ ֆիզիոթերապևտիկ մեթոդներ, կոնկրետ Հայաստանի մասին է, հա, խոսքը, օրինակ ինչը լազերով կարող է այսպես պահեն, բայց ինչ ես անում դու այդ լազերով Կամ օրինակ կեսարնից հետո աղջիկների մեջ շատ տարածված է մի հատ պլաստիր կա, ես այդ պլաստիրը չեմ ამდրել եմ դրա նկարը թե ոչ։ Այդ պլաստիրը կպցնում ես, թե չէ, փորդ միանգամից դրանից հետո ընդհանրապես սպին չի մնում։ Այսինքն Հայաստանում ընդունված է լավ սպին այն է,
որը էսթետիկ սիրուն է, բայց սիրելիներս, լավ սպին ընդհանրապես դրանով չի որոշվում։ Տվյալ դեպքում, օրինակ ես իմ հետազոտության արդյունքներում, այ հետազոտվող կանանց մեջ մասնագետներն նայում են, ասում են, հա, բայց ինչ ես այս, օրինակ այս 18 տարվա սպիով կնոջը, հա, ինչ ես ստեղ արել։ Ընտիր սպիա, նույնիսկ նայում ես փորին բան չի երևում։ Բայց ես իմ ամենաբարդ սպին էր։ Տակից այնպիսի կպումներ կային, որ ասելու չէր։ Սպին պետք է ունենա հնարավորություն, որ այս են ոնց որ մաշկը տա շարժվում, այդպես նաև սպին պետք է, այսինքն դու իրան պետք է այսպես կարողանաս պարզապես վերցնես։ Պատկերացնում եք, եթե դու դա չես կարող անես ու քո ձեռքից փախնում է, ուրեմն տակից կպումներ կան ու շնորհավորում եմ պարտադիր բոլոր խնդիրները հետը գալիս են։ Եվ իմ ասածս պարզապես են էր, որ եկեք ոչ միայն local SPI մակարդակում փորձենք կամ մենակ արտաքին տեսքին նայենք կամ պարզապես օրինակ այս դեպքում նայեք ինչքան շեղված պորտ է, տեսնում եք այս նկարում 1 2 3 վերջում տեսեք ոնց է կենտրոնին եկել պորտը, հա, ինչքան սիմետրիա ենք բերել։ Հիասքանչ աշխատանք էր սա, շատ լավ օրինակ է, թե ոնց է ազդում։ Այստեղ օրինակ այս պիս նայում են, ասում են, բայց ինչ ես արել են, սկզբից ընդհանրապես ոչ ման չկար, բայց այս տվյալ մարդը նաև տարիքից ելնելով բավականին կասկադային լուրջ խնդիրներ էր ունեցել, շատ լուրջ խնդիրներ, բավականին լուրջ խնդիրներ, այսինքն ինքը իմ մոտ եկել է լրիվ ուրիշ գանգատներով, նյութափոխանակության բավականին լուրջ խախտումներով եւ բայց ասենք տակից այդ սպին միջև դուրս եկա, որ բանը, հա, այդ խնդիրները լուծելու համար այստեղ եղած այս բոլոր կպումները պետք է հանեինք։ Շատ դժվար է եւ մեկ օրվա աշխատանք չի իհարկե, բավականին մեծ աշխատանք են կատարում, անընդհատ անդադար այդ աշխատանքը կատարում ենք, որպեսզի կարողանանք օգնել, երեխեք ջան, դուռը փակեք, մաման, հա, հեսա կբերեք ինձ, հեսա ես կգամ կվերցնեմ, լավ։ Սվետա, կարելի է մի բան ճշտել։ Հա, իհարկե, սիրով։ Ուրեմն ձեր ասածը այնա, որ այնս ամենասիրուն սպին լինում է ամենավտանգավորը։ Չէ, իմ ասածը դա չի, չէ։ Իմ ասածը նա է, որ նույնիսկ ամենասիրուն սպին կարիք ունի ուսումնասիրվելու։ Երեխեք, հա, ես հեսա կգամ, հա։ Շատ կարևոր զրույց եմ։ Չէ, իմ ասած ընդհանրապես նա է, որ անկախ նրանից սպին ինչ գեղեցիկ տեսք ունի, էսթետիկ տեսք ունի, թե ոչ, սպին պետք է անպայման ուսումնասիրվի։ Ասածս ընդհանրապես դա է։ Եվ հատկապես, որովհետև ու սպին ինքը հակում ունի։ Միշտ հիշեք, հակում ունի, որ կողքի այդ կոլագեն 1 բջիջները կողքի հյուսվածքներից անդադ վերցնելու է։ Այսինքն ինչ որ մի պահից սկսած կինը կարող է ունենալ օստեոպարոզի խնդիր։ Պատկերացրեցիք, հիմա որպեսզի դա չլինի, դու պետք է անդադ ուղեղին բացատրես, որ չէ, ամեն ինչը նորմալ է, եւ կարող ես չվերցնել։ Այսինքն հյուսվածքներին այստեղ եթե գամ իմ ալգորիթմին, ես ընդհանրապես բացատրում էի, որ պետք է մոբիլիզացիայի փոխարեն, այսինքն ֆիքսում ենք սպին եւ փորձում ենք հյուսվածքներին հետ ընթացք տալ։ Ոչ միայն մաշկի մակարդակում, այլ նաեւ խորքային մակարդակում։ Հիմա դա մասնագետներին ասելու բան էր։ Եվ իմ նպատակս այն էր, որ մասնագետները հասկանան ոնց ինչպես աշխատել սպիի հետ, քանի որ ես ինքս սպիիս հետ աշխատել եմ։ Այսինքն շատ լավ օրինակ է, որ մեկը ունենալով տվյալ խնդիրը, մենք ընդհանրապես ինչ որ մի ոլորտի մեջ զարգացում ենք մտցնում, որովհետև մենք նմանատիպ խնդիր ունենք։ Հա, այսինքն ես այդ խնդիրը ունեմ եւ իմ լուծումով եմ փորձել կիսվել, հա, եւ ինչու եմ այդքան միանգամից հեշտ վերականգնվել, որովհետեւ իմ կյանքում կա նաեւ յոգան։ Առանց յոգայի վերականգնումը հնարավոր չի, բայց յոգան պլյուս կինեզիոլոգիան պարտադիր բերում են հիասքանչ արդյունքներ։
որովհետև եթե կինեզիոլոգիան բուն սպի հետ եւ ամբողջ համակարգի հետ է աշխատում, ապա յոգայով դա ֆիքսվում է։ Դա դառնում է քոնը ընդմիշտ։ Դա դառնում է քոնը հուր հավիցան, այսպես ասած, հա։ Եվ հետո յոգան ինքը այնպիսի պրակտիկա է, որ դու ամեն օր կարող ես անել ու անկախ նրանից սպի ունես թե ոչ, քեզ անչափ կարևոր է, որ դու շարժում ունենաս։ Եվ թեմայի սարդիականությանը վերադառնալով, իրականում խնդիրը նրանում էր, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 38.5% աճ։ 2000 թվականի 7.2%-ից։ Պատկերացնում եք 2000 թվին ընդամենը 7.2% կանայք էին անում, այսինքն կյանքեր էին փրկում 100-ից ընդամենը 7-ը։ Իսկ 2022 թվականին գրեթե 40 հոգի արել է կեսանհատում։ Իսկ ինչով է դա պայմանավորված ըստ քեզ։ Արի ուրեմն անցնենք մյուս հատվածին հարցի, հա, որովհետև ես հիմա ուզում եմ նաև քեզ ասեմ, որ ոնց ես այսքան մանրամասն չգիտեի դու ինչն ես հետազոտը եւ իրոք հսկայական մեծ հետազոտություն ես արել, աշխատանք ես արել եւ ես շատ ուրախ եմ, որ ես հիմա արդեն լսեցի ինչի մասին էր այդ ամեն ինչը, լիքը բան եմ սովորել եւ վստահ դեռ ունեմ սովորելու։ Հիմա ինձ օրինակ հետաքրքրում է որն էր խնդիրը, որ այդքան բարդ էր լսել քեզ, երբ որ ներկայացնում էիր թեզը, դու առհասարակ ինչի չեն ուզում այս հարցի շուրջ խոսվի կամ ինչի չեն ուզում լսեն այս հարցի շուրջ։ Կարծում եմ խնդիրը որևիցե կերպ կապված չէր անձնական թեմայի հետ, կարծում եմ իմ բախտը չբերեց, որովհետև ես իսկապես 2 օրվա 2 օր էր տևում թեզերի պաշտպանությունը եւ իմ թեզը ամենավերջինն էր, այնպես էր համընկել, որ ամենավերջինն էր, բոլորը գերհոգնած էին, գերծանրաբեռնված էին եւ այդքան հեշտ չի անդադ նմանատիպ թեմաներ լսելու ու մեկ է հոп ես եկա գլուխ գովալով ես Սվետլանա Ավակյանս SSS ծրագրավորողս բան ինչ որ այսպես թեմաներով ու մեկ է հոп ներս է մտնում ու ասում եմ գիտեք ինչ պետք է կեսանհատումների հետ աշխատել ես համել դուլա եմ եւ նաեւ տեսել եմ չաշխատող թիմերի օրինակ եւ տեսել եմ նաեւ աշխատող թիմերի օրինակ իհարկե ես տեսել եմ նաև սիրելներս 15 տարվա ընթացքում թե որքան աղջիկների խափելով տարել են կեսանհատման տխուր է բայց ճիշտ է որովհետև նմանատիպ դեպքերում ես ինքս մասնակցել եմ ծննդաբերության եւ եղել եմ բարեխիղճ բժիշկներ որոնց հետ մենք մասնակցել ենք եւ եղել է շատ նմանատիպ դեպքերում, բայց լրիվ այլ պատմություն։ Հիմա շատ դեպքերում նաև բժիշկները իրանք իսկապես վախենում են։ Ես ձեզ ասեմ, շատ դեպքերում վախենում են։ Այսինքն մտածում են, բա որ այս դեպքում իսկապես երեխան չկարողանա բան անի, այսինքն իրենց վախը արդարացված է, որովհետև այդ երեխան երկար սպասված է, եւ մենք շատ դեպքերում ասում ենք, դե լավ, ինչներիս է պետք, բա որ մեկ է տեսար վնասվի, եւ եկեք դե դեպքում բան անենք, կեսանհատում անենք ու ավարտենք գնա, հա? Այսինքն եւ բժիշկի իրապես բժիշկը վախենում է, անհանգստանում է, բա որ չկարողացավ անել, հա, եւ այս երեխան իսկապես չկարողացավ հաղթահարել այս բարդությունը, ինչի տանջվենք, ինչի տրավմա տանք, եթե կարելի է այսպես, օրինակ ես ձեզ կորը ներկայացնում եմ, բայց ես ձեզ կորը չեմ կարող ներկայացնել այն երեխաների, որոնք ծնվել են այս թվականներին, երբ որ մինչև այդ չի եղել կեսանհատում, այսինքն ես չեմ կարող ասել DCP-ով խնդիրները, կոնքի կոտրվածքով խնդիրները, գանգի տրավմաներով խնդիրները, երբ որ բնական են ծնվել ու ոնց է եղել, կամ այդ կանայք, որոնք վնասվել են, չէ որ դատարկ տեղը չի կարող գալ պատմությունը, այսինքն եկեք արդարության համար նշենք, որ նաև կանայք իրենք էլ են վախեցած բնական ծնելուն եւ այլևս ռոպագանդան գնում է դեպի հեշտ ծննդաբերությունը եւ մեր շրջանը այնպիսի շրջան է մեր տարածաշրջանը Թուրքիայում 50%-ից ավել է Պարսկաստանը չի մտնում այդ ցուցակների մեջ բայց գրեթե 50% է
արաբական երկրներում ընդհանրապես բնական ծննդաբերության մասին մոռացեք 4, 5, 6, 7 երեխա կեսանհատումով ունենում են թքած թե սպին այնտեղ ոնց կվերականգնվի կամ ինչ կլինի ես ինքս տեսել եմ հանգիստ 4 երեխա իրար հետևից ունենում են բայց կեսանհատումները ունեն սահմանափակում այսինքն եթե դու 11 երեխա ես ուզում հաստատ չես կարող ասենք անդադ կեսանհատումներ անել իդեպ մի հատ շատ լավ աղջիկ ունեի առաջին երեխան այ հենց այդպես ի վերջո չէին թողել, հա, առաջնածինը որոշակի ժամանակ է պահանջում ծննդաբերելու համար։ Օրինակ, մինչև 15, մինչև 40, 48 նույնիսկ, հա, որոշ դեպքերում 32, 12, մինիմում 12-ը հիմնականում նորմալ ժամանակ է առաջնածինի համար։ Բայց 12 էլ չէ, 14 ժամ, 16 ժամ տևում է, որտեղ process է ինքը պետք է ընթանա։ Այդքան հեշտ չի։ Եվ խնդիրը հավանաբար նաև նրանում է, որ այլևս այլ ծննդաբերությունները շատ հոսպիտալիզացվել են, հա, որ կարող էին նաև այդքան հոսպիտալիզացված չլինեին։ Եվ եթե վերադառնանք էլի մեր զրույցին, մեր տոպիկին հիմնական, այստեղ պետք է հաշվի առնենք, որ այդ քանակը, այդ ավելացումները իրենք իրականում արդարացում ունեն, հա, այսինքն եթե դու նույն աղջկան լսես, որը գրեթե պատրաստ էր հեսա ծննդաբերեր, երեխան արդեն դուրս էր գալիս եւ այդ աղջիկ օրինակ իր ամենավատ երազներում հիշում է այդ պահը ու ասում է նկարագրում է, ասում է midwife-ը եկել էր, հա, ակուշերկան եկել էր, հա, այստեղի լեզվով ասած, մանկաբարձուին եկել է, ասում է, բայց ինչ է կեսանանում, հենա գլուխը երևում է երեխայի։ Պատկերացնում եք երեխան արդեն ծնվում էր եւ իրեն տարել են կեսանհատման։ Եվ այդ աղջիկը շատ մեծ տրավմա ուներ ու շատ դժվարությամբ հետո այդ աղջիկը իդեպ կեսանից հետո բնական ծնունդ ունեցավ։ Հիմա 2 թե 3 բալիկ ունի, բայց առաջինին ունեցավ կեսանով, բայց հետո գնաց եւ գտավ իր սրտի բժշկին, ում հետ ծննդաբերեց այլևս բնական։ Բայց շատ բարդ է, հասկանում եք, ինքը ամեն անգամ մտքում մտածելու է, չկարողացա արդյոք էս անել։ Կանայք կան, որ իրենց կամքով գնում են։ Ասում են, ինձ դա պետք չի, ես պետք է անպայման հետ վերադառնամ աշխատանքի 2 օր հետո, չգիտես ինչի համարում եմ, որ կեսանից հետո 2 օր հետո պետք է վերադառնանք աշխատանքի։ Ինձ պետք է սիրուն տեսք, ինչ ծիծիկ տալ, ինչ բան պետք է անպայման կատնախառնուրդ, հանեք, կտրեք, հանեք, դե լավ, սուրագատի նման էլի կապ չունի, այստեղ ինչ եղավ, ոնց եղավ։ Լրիվ նորմալ է, դա էլ է նորմալ, այսինքն այդտեղ քննադատություն չկա։ Հիմա մենք ապրում ենք այս գիժ աշխարհում, հիմա ամեն ինչը օքեյ է։ Բայց նաև օքեյ է իմ վրդովմունքը։ Իմ վրդովմունքն էլ է օքեյ եւ նաև օքեյ է, որ ես ցանկանում եմ մարդկանց օգնել, որ վերականգնվեն կեսարներից հետո։ Այսինքն հոգ տանեն, գոնե չմտածեն, որ դե լավ կեսարանա ու վերջ, չէ, հոգ տարեք ձեր մասին, գնացեք հետ վիրահատական վերականգնման, որտեղ նույնիսկ այստեղ որ տեսնենք, այստեղ եւս կտեսնենք կպումներ, սա նորմալ սպիեր չի, սիրելիներս։ Եվ իմ նպատակը միայն այն չի, որ մտածենք պետք է երեխա է ծնվում, վերջ, այլևս էլ ոչինչ կարևոր չի, սա շատ սիրուն սպի օրինակ է, բայց իրականում, սիրելիներս, իրականությունը սա է, այսենց փորիկներ ենք ունենում մենք հետծննդաբերական շրջանում։ Եվ եթե մենք բոլորս երազում ենք ունենալ այսենց փորիկներ, պետք է սրա համար աշխատանք կատարենք։ Ես տալիս եմ մեթոդ, ասեմ եկեք, կատարենք, կինեզիոլոգիա եւ յոգա։ Սվետ, Որովհետեւ ես ճիշտ եմ հասկանում, որ իրականում եթե մարդիկ մտածում են, որ այսինքն կարող է այդքան շատ գիտելիք չունեն, որ հասկանան եւ պատկերացնեն կեսարյան հատումից հետո վերականգնման փուլը ինչ բարդ է լինում կամ ինչ բարդություններով կարա լինի ու ճիշտ եմ ես հասկանում, որ իրականում
գուցե չգիտեմ բնական ծննդաբերությունը ավելի երկար ժամանակ տևի եւ ցավ լինի եւ այլն այդ ամեն ինչը լինի, բայց դրանից հետո ավելի հեշտ է վերականգնումը լինում, քան կեսարյան հատումից հետո։ Ճիշտ եմ հասկանում եմ։ Այո, շատ ճիշտ ես հասկանում, եւ իրականում իրազեկման խնդիր ունենք, եւ այստեղ ես նույնիսկ համակարգին կպնելու հավես չունեմ, որտեվ համակարգի հետ աշխատում է ԱՀԿ-ն, ԱՀԿ-ն հորդորում է, ասում է ժողովուրդը սենց որ գնաց իրական շատ վատ ալնելու բոլորիս դեմոգրաֆիական վիճակը, որտեվ հարցը մենակ ձեր երկրի լոկալ երկրի մակարդակի մասին չի խոսքը գնում, այլ խոսքը գնում է ամբողջ մարդկության գոյատևման հարցը, երբ որ արգանդը այլևս տեսնի այդքան իրան կտրում են, ինքը վախենալու է, այլ այնտեղ երեխա չի պահելու։ Հասկանում եք։ Եթե մի անգամ արգանդին կտրել ես, ինքը վախենալու էլ չի ուզենալու տեղ երեխա պահի։ Բայց ինձ թվում է, որ ստեղ մի հատ ուրիշ հետաքրքիր հարց կա, որ ոնց է մարմինը հասկանում, ոնց է մարմինը գիտելիքներ պահում ու տարիներ, միլիոնից ավել տարիներ, չէ, կամ էլ գոնե 200,000 տարի մարդությունը ունեցել է իր մարմնի մեջ այդ գիտելիքը ոնց երեխա պահի ու հանի դուրս։ Համար ջան, սիրելիս, կորցնում ենք այդ, ես դրա մասին եմ խոսում, մենք կորցնում ենք այլևս այդ հմտությունը, մենք կանայքս կորցնում ենք այդ հմտությունը, նույնիսկ հիենաները, որոնք ունեն շատ փոքր հեշտոց, իրենք նույնիսկ կարողանում են շատ բարդ ծննդաբերություն ունեն, բայց իրենք նույնիսկ կարողանում են հանել, հիմա ամեն երկրորդին ասում են դու նեղ կոնք ունես ու չես կարող ծննդաբերել, ամեն երրորդին ասում են դու տարիքով մեծ ես, չես կարող ծննդաբերել, շատ պատճառներ են, քո աչքերը վատ է, չես կարող ծննդաբերել, բայց չեն խոսում նրանից, թե աչքի մկանը ինչքան է վնասում կեսանհատումից հետո, սա իմ հետազոտության մեջ էլ է երևում, այսինքն հիմա այստեղ բուն հետազոտական մասը ընդհանրապես չեմ ներկայացրել, ընդհանրապես սլայդերի տեսքով են, բայց այդտեղ ամեն ինչը երևում է, հասկանում եք, չէ, այսինքն չի կարելի ասել, հետո կարող ենք ասենք օրինակ Հայաստանի գներով 300,000 դրամ տանք, աչքերի վիրահատություն անենք, բայց 350,000 դրամ տանք կեսան հատում անենք, կլինի ավելավա աչքերը վիրահատենք, հետո բնական ծննդաբերենք, էլի, հետո ծննդաբերության ժամանակ ընդհանրապես ուժ տալ պետք չի։ Ես ինքս շատ ծնունդների մասնակցել եմ, դա նաև իմ տրավմաների պատճառով հավանաբար ես ինքս նպաստել եմ նրան, որ շատ կանայք չմտնեն այս դաժան փորձության մեջ, այլ հնարավորինս սահուն եւ հարթ անցնեն։ Ես նաև գալիս եմ մամայիս գծով տատմերների ընտանիքից, իմ մամայիս տատիկը եղել է տատմեր եւ մայրիկս ինքը ծնվել է տատմերի ձեռքով, հենց իր մամայի ձեռքով եւ որոշակի հմտություններ կան, որոնք բնականից նաեւ քո ձեռքերի մեջ գալիս են։ Բնական է ես երբևէ իմ գիտելիքը, փորձը կամ հմտությունը չեմ օգտագործի բժշկական անձնակազմի հետ, եւ ես այն թիմերը, որոնց հետ միշտ աշխատել եմ ծննդաբերությունների, մենք այսենց սիմբիոզ եղած միասին աշխատել ենք ի օգուտ ծննդկանի եւ ամեն ինչ արել ենք, որ ծննդկանը իրեն լավ զգա եւ մենք այնպիսի միջավայր ստեղծենք, որտեղ միայն կլինի համերաշխություն, այլ ոչ թե պայքար ու կռիվ, որովհետեւ այդ պայքարներն ու կռիվները զզվցրիկ, հիմա այս խեղճ մարդը գալիս է, արդեն պայքարն ու կռիվը տեսնի, արդեն վախենալու է այս աշխարհից։ Դրա համար հնարինս նուրբ միջավայրներ ենք ստեղծում եւ այո, մենք պետք է այլ ավելի խրախուսենք խոսելու նրա մասին, այս նմանատիպ զրույցները պետք է լինեն, խոսելու նրա մասին, որ բնական ծննդաբերությունը բնավ ցավոտ չէ եւ ցավի հետ աշխատելու մեթոդներ կան եւ եթե դու ունես որոշակի հոգեբանական խնդիրներ կամ վախեր դեպի ծննդաբերությունը գնալու, այդտեղ պետք է գնանք հետ քո ծննդաբերական process-ին, թե դու ոնց ես ծնվել։ Եվ այդտեղ տեսնենք ինչ խնդիրներ են այնտեղ եղել։ Եվ փորձենք այնտեղ այդ հարցերը լուծել։ Եվ եթե այնտեղ հենց այդ հարցերը կարողանանք լուծել,
գուցե դու կարողանաս այստեղ հաղթահարես։ Եվ եթե դու էլ այստեղ չհաղթահարեցիր, հիմա շղթայով դու այդ խնդիրը փոխանցելու ես քո երեխային։ Իմ ասածը դա է։ Այսինքն մենք մաքսիմում նպաստենք նրան, որ այդ շղթան չդարձնենք այսօր 40% է Մըրֆիի օրենքով հաջորդ սերունդները մի 10 տարի հետո մեր երեխաները կարող է 90%-ի հասցնեն կեսանհատումները։ Դա շատ ցավալի կլինի։ Եվ դրա համար ԱՀԿ-ն նույնը նկատել է, որ ժողովուրդ մի բան այն չի, ոնց եղավ, որ այս վերջի 20 տարում ենք մենք կորցրել այդ հմտությունը։ Ոնց եղավ, որ այլևս բնակչության կեսը ծնվում է կեսանհատումով։ Մի բան արեք, այսպես չի լինի։ Ինձ թվում է այդ վախի թեման շատ այդտեղ ոնց որ կարևոր է։ Ես ինքս, որ գալիս եմ քո դասերին, Սվեր, ու ոնց որ հիմնականում կանայք են, չէ, գալիս քո դասերին, ու այս տարիների ընթացքում ես տեսել եմ ու նկատում եմ ոնց որ գնալով դու ինքդ ոնց ասեմ, քո մարմնի տերը երևի դառնալով կամ հզորանալով, չգիտեմ ոնց բացատրեմ դա, ոնց որ դու դա փորձում ես փոխանցել կանանց, ու հաճախ եմ ես տեսնում լսում, որ ոնց որ բա ձեր ձեռքերը օգտագործեք, բա թևեր պետք է ունենաք, ոտքերը պետք է ունենաք, ուժեղ պետք է լինեն, sense բաներ ես ասում, ու իրոք ոնց որ կա մի հատ բան, որ ոնց կարելի է հետ դառնալ, հատկապես կանանց դեպքում, հետ դառնալ դեպի մեր մարմինները եւ իրոք մեր մարմնի տերը դառնանք։ Որովհետեւ ոնց որ սենց հատկապես թևերը չկարողանալ օգտագործել իմ համար որպես կին, նշանակում է սենց թույլ ես տալիս հոգեբանական իմաստով, էլի, թույլ ես տալի, որ քեզ ոնց որ քեզ տանեն, բերեն, սենց ասած։ Ու դա շատ ցավալի է իմ համար, հատկապես լինելով կին եւ իմանալով ինչ հզոր իմաստություն կա կնոջ մարմնի մեջ, առհասարակ կին լինելու մեջ, իմ համար շատ մեծ իմաստություն եւ հզորություն կա, ու տեսնելով թե ոնց են փորձում խլել այդ գիտելիքը եւ իմաստությունը կանանցից, վախեցնելով, ես էլ եմ վախենում, ես էլ եմ վախեցած, նենց չի, որ ես դրա այդ բանի մեջ, ստատիստիկայի մեջ չեմ մտնում։ Միևնույն ժամանակ, երբ որ կան կանայք, ովքեր որ աշխատում են կնոջ մարմնի հետ, օրինակ դու, եւ օրինակ եթե ես տեսնում եմ, որ դու ասում ես, չէ, դու կարաս, ես մեկ էլ հավատում եմ, որ ես կարամ, որովհետեւ նաեւ ես չեմ ապրում, ինչքան էլ որ փորձեն, ասենք թե մեզ ոնց որ համոզեն, որ մենք անհատներ ենք եւ ապրում ենք որպես անհատներ այս կապիտալիստական աշխարհում, այդ լեզվով պիտի խոսամ, կներեք, որովհետեւ այդպես է, իրականում իմ գոյությունը, իմ լինելը պայմանավորված է այլ մարդկանց լինելով, առաջին հերթին մամայիս, քույրիկներիս, ընկերներիս եւ մնացած եւ ոչ միայն մարդկանց իմ կատվի եւ բույսերի եւ մնացած ամեն ինչի, հա, ամեն ինչ փոխկապակցված է, ոնց որ դու ասում ես։ Ուզում եմ ասեմ, որ նույն ձև որ վախեցնում են, հիմա ասենք այս էպիզոդի նպատակը նաև այն ինչ որ ես ու Թամանն ենք անում, ինձ թվում է նաև դրան նպաստելու մասա, որ փորձենք բալանսի բերել, հա, ինչքան որ վախեցնում են, այդքան փորձենք աշխատել այդ վախի հետ։ Այո, այսինքն նաև հենց դրա մասին է։ Ես ծննդատանը նստում եմ իմ բժիշկների, իմ շատ սիրելի ու հարգելի բժիշկների կողքը, զրույցի հետ կապված եւ մեկ է մի քանի վայրկյան, մի քանի րոպե նույնիսկ նստում եմ ու տեսնում եմ թե քանի կին է անցնում բժշկի մոտով եւ խնդրում են նույնիսկ իրենց ամուսիններ գան, դե կեսան չես կարողանում անես, այս օրը հենց այս ժամին ավարտենք։ Այսինքն այնքան պարզեցրել ենք, ոչ մեկ չի ասում, չէ, եղբայր, հեշտ բան չի այդ կեսանը։ Եվ եթե դու կարծում ես, որ դրանից հետո քո կինը շատ ավելի լավ կին է ալնելու, որտեվ շատ հիմա համենայն դեպս 8 տարի առաջ բավականին մեծ զրույցներ են գնում, այն կանայք, ովքեր կեսանհատումով են ունենում, նեղ անցք են ունենում, հա, իբր թե հեշտոցը նեղ է մնում, եւ դրանով կարող են իսկ այնանք, ովքեր բնական են ունենում, իբր թե մկաները թուլանում են ու այլևս էլ տղամարդուն հաճելի չի, այսինքն ուզում ես ասես դու հիմար ես, ինչ եք էլի խոսում, այսինքն հենց իմ նման մասնագետները պետք է այստեղ գան ու ասեն, ապացուցեն, որ չէ, եղբայր, քո կինը կեսանհատումից հետո
այստեղ եթե լսենք ու կարդանք այ բոլոր կանանց մեկնաբանությունները, գոնե ստուգվածներից 90%-ը բողոքում էր նրանից, որ այլևս սեռական հարաբերությունները իրենց համար հաճելի չէին, տհաճ էին, հա։ Եվ կնոջը դիտարկել պարզապես որպես մի հատ անոթ, որի միջով երեխան գալիս է գնում է, այդպես չի կարելի։ Այո, իհարկե դեպքեր կան, երբ որ կեսանհատումը կյանքեր փրկող իրավիճակ է, բայց արդյոք բոլոր դեպքերում են այդպես։ Ես ինքս իմ աչքերով տեսել եմ մի հատ հետաքրքիր զեկույց, եւ որտեղ հենց նշվում էր, որ բարդացումների դեպքում պետությունը ինչքան ավել գումար է տալիս տվյալ բուժ հաստատությանը, եթե բարդություններ են գալիս։ Եվ իհարկե բուժ հաստատությանը շատ ավելի ձեռնտու է, սրա մասին է ոչ ոք չի խոսի, որ հնարավորինս բարդեցված տարբերակներ լինեն։ Եվ դու գաս, մի հատ տանջվես համցավերի մեջ, վերջում ասեն դու չես կարողանում այս անես, եւ գնում ես կեսարանի։ Իսկ ես տեսել եմ բժիշկների, որոնք համբերատար ասում են, դե լավ process է, կգնա առաջ։ Ես ուզում հասկանամ, ինչու մի հիվանդանոցում մի քանի հոգի այդպես գլուխները կոր կարող են հանգիստ սպասել։ Իսկ մյուսները շտապեցնում են, ասում են, չէ, դու չես կարող անել։ Չեմ կարող ասել, շատ բարդ հարցեր են, որոնք իրականում բավական լուրջ կոնստրուկտիվ լուծումների կարիք ունեն։ Եվ միայն մեր զրույցը չէի, որ այստեղ կարծում եմ ես նմանատիպ զրույցը, նմանատիպ թեման տանելով նմանատիպ ինստիտուտներ ուզում էին նաև մեծացնել ուսումնասիրության, հետազոտության շրջանակը, որ մարդիկ էլ ավելի մեծ հետազոտություններ անեին, նոր սերունդը, եկող սերունդը հասկանար, որ միայն բանը, ոնց են ասում, օստեոխոնդրոզ բուժելով կինեզիոլոգ չես դառնալու կամ ինչ որ մի քանի վարժություններ անելով ինսուլտիկներին, մենակ ինսուլտին չեն բուժում էլի, կլինի միջև ինսուլտի հասցնելը կնոջը, եկեք միջև այդ նենց անենք, որ որակյալ կյանք ունենա։ Իմ նպատակս այն էր, որ կնոջը բերենք որակյալ կյանքին։ Եվ աշխատենք թիմով, եթե բժիշկը տարավ կեսանհատման, կապ չունի 40%-ը ոնց է, թեկուզ կինը գնաց, գոնե իրան ասի, հետո դու նաև պետքա վերականգնվես։ Սվետա այդ վերականգնման մասն եմ ուզում հարցնեմ, որովհետև ոնց դուք արդեն խոսել եք, նշել եք, որ կեսարյանը մեծ վիրահատում է ու այդ շատ հեշտ բան չի անելը ու բժիշկների համար կարող է հեշտ լինի ավելի, բայց կանանց համար այդ հեշտ բան չի, որ իրանց մարմիններին լինում է ու կեսարյանը մենք պետք է հիշենք մենակ վիրահատում չի, ուրիշ վիրահատումների նման, ինքը լինում է հենց այդ մոմենտում, որ այդ մարդը, այդ կինը դառնում է մայր ու ինքը պետք է այդ վիրահատման միջոցից անցնի ու լինի մայր, որ հիմա ունի շատ փոքր պահանջող երեխա ու նաև կարող է ինքը ուրիշ երեխաներ ունենա այդ ժամանակ ու կա տեղ տարբեր վիճակներ, կա, ոնց ասեմ, գերտաստան կարող է լինի պապան, ամուսինը ու լիքը տարբեր շերտեր կան ստեղ հոգեպես, սոցիալական կյանքում ու իր ընտանեկան կյանքում ու ինքը այդ տրանսֆորմացիայի միջով է անցնում վիրահատման միջոցով։ Ինքը պետք է հիմա վերականգնի ու այդ նույն ժամանակ ինքը սովորի լինել մայր։ Ես խոսում եմ իմ փորձից, որովհետև այդ իմ համար շատ ահավոր դժվար ժամանակ էր, որովհետև իմ համար այդ կարող է
հետ ծննդաբերական դեպրեսիայի ես ապրում, բայց ինձ թվում է, որ այդ դեպրեսիան նաև եկել էր վիրահատման միջոցով ու շատ դժվար ժամանակ էր իմ համար ու ես միշտ մտածում եմ ինչքան դժվարացավ իմ մայր դառնալը, որովհետև ես մայր էի դառնում, երբ իմ մարմինը իրոք ցավում էր ու ես չէի կարողանում մարդ լինել ու չխոսանք մայր լինելուց այդ դեպքում։ Կարող եք սենց մի քիչ այդ հետ ծննդաբերական տրավմայից խոսակ։ Հիմա Սվետան զբաղված է մամա լինելով։ Հա, ես այնքան եմ ուզում այ հենց նաև նման թեմաների մասին խոսենք, որովհետև ես հիշում եմ երկրորդ երեխայիս ծննդաբերության ժամանակ ես գնում էի դեպի բնական ծննդաբերությունը ու չստացվեց ու ինձ վերջին պահին տարան կեսանհատման, որովհետև առաջինը կեսան էր, Ամերիկայում էի ծննդաբերում եւ երեխան շրջված էր ամեն ցուցումներով, դա պետք է այդպես լիներ։ Երկրորդի ժամանակ հետ ծննդաբերական բոքսում պարկած էի սենյակում ու ոչ մի մոր մոտ երեխա չկար, միայն իմ մոտ էր իմ երեխան։ Այսինքն օրինակ եթե Ամերիկայում Թամար ջան դուք ծննդաբերել եք, եթե ձեզ գոնե ձեր երեխային երբեք որևէ վայրկյան ձեզանից չեն տանում, ապա Հայաստանում երեխաներին 6 ժամով at least 6 ժամով, 8 ժամով, 12 ժամով ձեզ չեն բերում։ Դու չես տեսնում այդ երեխային, թե այդ երեխան ինչ տրավմա կունենա, ոչ ոքին հետաքրքիր չի։ Բոլորը ասում են, դե դու հետ ծննդաբերական հետ վիրահատական շրջանում ես, վերականգնվիր։ Մինչդեռ շատ վատ բան է, հա, տեղի ունենում, այսինքն այդ երեխան այնտեղ մենակ, ասում եմ ձեն չհանեմ, արհեստական կտան, ինչ կտան, դա բացարձակ ոչ ոքի հետաքրքիր չի, կարևորը ձեն չհանես, որ վատ չլինի։ Այդպես եւ ուրեմն բուժքույրերից մեկը եկավ սենց արած. Ինչ ես ձեն հանում։ Ասաց ինչ ես ձեն հանում։ Կեսարյանն է էլի, հո հիվանդ չես։ Ու ես սենց ասացի։ Այդ Ամերիկայում Հայաստանում, իհարկե Հայաստանում։ Չէ, երբեք Ամերիկայում շատ հստակ գիտեին եւ եթե սովորական բնական ծննդաբերած ընդամենը 3 օր էր մնում կամ 2 օր, ապա կեսանհատումով 5 օր անպայման խնամում էին քեզ, որովհետեւ ու շատ լուրջ էին մոտենում քո վիրահատությանը։ Ամերիկայում այտենց բարձր տոկոսի չի հասնում կեսանհատումները, ոնց որ մեր երկրում է։ Հələ ավելին նույնիսկ Ամերիկան պայքարում են, ասում են շատ բարձր է, բայց իրականում այդքան բարձր չի, ոնց որ Հայաստանում։ Եվ ես ուզում էի ասի ինչ ես խոսում։ Կողքը մի հատ աղջիկ կա, որը երեխա է կորցրել։ Ես իմ երեխայով եմ պարկած։ Այդ աղջիկա հոգեկանի մասին ոչ մեկ չի մտածում։ Ես ամեն ինչ արեցի, ասի դուք իրավունք չունեք ինձ մատով կպնեք, եթե իմ երեխային ինձանից տանեք։ Հիմա իմ երեխան իմ հետ է։ Այն մնացած մայրիկները 6 հոգի պարկած ենք, առանց երեխայի են, որից մեկը երեխա է կորցրել։ Կեսանհատումով մահացած երեխա են հանել։ Եվ պատկերացրեք իրանց վիճակը, երբ որ ես մենակ ծիծիկ եմ տալիս իմ երեխային։ Իրենք այդ հնարավորությունը չունեն, որտեղ իրենց ասեն դու ուժ չունես, դու պետք է վերականգնվես։ Չէ, չեք կարող։ Եվ հետ ծննդաբերական շրջանում իհարկե ոչ ոք չի ասի քեզ, որ դու պետք է այդ երեխայի պամպերսը փոխես։ Օրինակ ես ինքս ունեի, եթե երրորդի դեպքում ստիպված ես ինքս բարձրացրեցի ինձ եւ գնացի ու երեխայի պամպերսը ես փոխեցի ամենաառաջին, հա, ապա երկրորդիս դեպքում, երկրորդ ծննդաբերության ժամանակ ես նույնիսկ դրա հնարավորությունը չունեի, որ առաջին անգամ ինքս իմ երեխայի առաջին փուն տեսնեի, որ հասկանայի իրեն խնամեի, իրեն ոնց ասեմ հոգ տանեի, իրեն գրկեի, ոչ միայն պարկած լինեի իր հետ, այլ նաև քայլեի իր հետ։ Եվ հետո իհարկե գալիս ես տուն, եթե նաև գերդաստան ունես, եթե երեխա ունես,
Այդ երեխան գալիս է, դու իրեն պետքա նաև գրկես։ Ինքը չի հասկանում, որ մաման կեսանով է երեխա ունեցել։ Ոչ ոք չի հասկանա դա, շատ դժվար է։ Շատ բարդ ընթացակարգ է եւ դրանից նաև կեսանհատումով կանայք նաև տեղում հենց ունեն բավականին բարձր հոգեկան լարվածություն եւ նյարդային լարվածություն։ Դա նաև ապացուցված է հենց իմ աշխատանքում նաև երևում է նյարդաբանական տեսանկյունից այնտեղ բավական նյարդեր եւս սեղմվում են, որը մուդի վրա ազդում է տրամադրության, բայց նաև մյուս տեսանկյունից հոգե ֆիզիոլոգիական տեսանկյունից, հոգե էմոցիոնալ տեսանկյունից դու քեզ ոչ լիարժեք ես զգում, կտրված ես զգում։ Եվ բացի այդ, եթե բնական ծննդաբերած կինը ուրիշ ընթացակարգով է անցնում, ապա նոր ծննդաբերած կինը, կեսանհատումով ծննդաբերած կինը իրականում վերածնվում է, որտեղ նա սովորում է նորից քայլել։ Հիշեք, որ կեսանհատման դեպքում քո քայլը ամբողջությամբ վնասվում է։ Այսինքն քո քայլի պատեռնը լրիվ տոտալ վնասվում է։ Բնական ծննդաբերության ժամանակ նմանատիպ ընթացակարգ չի լինում։ Այդ կեսանի ժամանակ պարտադիր քո քայլը վնասվում է։ Եվ դու այլևս քայլում ես կողքից կողք։ Արջուկի նման։ Էլ չեմ խոսում, որ պետք է սուրճը դնես տնեցիների համար, ճաշը եփես, տները մաքրես եւ այլն, ձեռի հետ նաեւ աշխատես, գնաս միտինգներ անես, ճանապարհորդություններ անցնես եւ պետք է անպայման նաեւ սոցիումին համապատասխան ստանդարտներ ունես 90-60-90։ Արդարանաս, թե ինչի քո փորը չի իջնում։ Եվ ամեն անգամ լսես ասում են 4 ամսական հղի փոր ունես։ Այ քեզվան ձեր ինչ գործ։ Համբուզում եք այս ազգը բազմացնենք։ Ոնց պատահի, ինչ պատահի։ Համ էլ բողոքում եք մեր փորերից։ Ու դրա համար այսպես գեղեցիկ նկարները, որ դնում են, դրանց տակը իհարկե չկա ոչ մի արդարացում, հա։ Իրական կեսաները այսպես չեն։ Իրական կեսաները այսպես են։ Այստեղ ես նաև իմ օրինակն էի բերել, որ ես ծննդաբերության ժամանակ գոնե որոշ աղջիկների դեպքում կարողանում ենք հասնել նրան, որ հասնում ենք նաև շատ գեղեցիկ ծննդաբերական թիմի գաղափարին, եւ որի ընթացքում եւ ծննդաբերության եւ հետծննդաբերական ընթացքում ես որպես վերականգնող մասնագետ լինում եմ ծննդկանի կողքը, մանկաբարձը իր տեղում է եւ ես իմ քիթը չեմ խոթում մանկաբարձի գործերի մեջ, բժիշկ մանկաբարձը իր տեղում է եւ ոչ ես, ոչ մանկաբարձը քիթը չենք խոթում այնտեղ, մենք կողքից աջակցող մասն ենք եւ երբ որ մեր դերը գալիս է, մենք մտնում ենք դերի մեջ։ Ես օրինակը բերել եմ այստեղ եւ այստեղ մեծ դեբատներ գնացին եւ որովհետեւ օրինակ տվյալ դեպքում այս ծննդաբերության ժամանակ սա իմ վերջին ծննդաբերական բաններ, փորձներ, վերջին որտեղ դուլա էի եւ այստեղ օրինակ աղջիկը երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ, բոլոր հարազատները, որոնք բուժաշխատողներ էին, հատուկ նրա համար, որ երեխային լավ լինի, երեխան փրկվի, ասում էին եկեք կեսան անենք։ Այսինքն բավոր մի բան այն չգնա բնական ծննդով եւ երեխան մահանա։ Եկեք դրա համար գոնե գնանք կեսանհատման։ Բայց աղջիկը այնքան ուժեղ էր, որովհետև ինքը տեսավ, որ իր կողքին բավականին կայուն եւ ուժեղ ծննդաբերական թիմ կա, ինքը որոշումը կայացրեց եւ ասեց ոչ, ես գնում եմ ծննդաբերության։ Եվ այդ զրույցներից ընդամենը 2 ժամ անց երեխան ծնվեց շատ նորմալ, բավականին սահուն եւ գեղեցիկ, առանց որևիցե խնդրի։ Մեր շուրջը մենք overprotective ենք։
բայց դա էլ հնարավորություն չի տալիս, որ երեխան մարդը ադապտացվի այս կյանքին։ Եթե գնալով ավելի գազան ու գիժ աշխարհ է դառնում, դրան համապատասխան ավելի փորձառու երեխաներ պետք է ծնվեն, այլ ոչ թե կեսարանով ծնված, շատ ավելի դանդաղ, չկամեցող, որտեվ իրենց դու չես տվել այդ ընթացքը, որ դու պետք է ջանք գործադրես աշխարհ դուրս գալու համար։ Եվ ամեն ինչը պատրաստ քո սկուտեղով քո առջևում չեն դրվելու։ Եկեք հենց հիմա մենք տեսնենք մեր երեխաներին, հենց որ ամեն ինչը սկուտեղով այսպես դնում ես իրենց առջևում, իրենք այլևս մոտիվացիա չունեն ինչ որ մի բան սովորելու։ Եվ դա հատկապես կեսաների դեպքում է շատ բնորոշ։ Պետք է խոսել եւ զարգացնել այն գաղափարը, որ կնոջը պետք է հոգ տանենք։ Ասա Թամար։ Ստումա լավ պահ։ Ուզում էի նշել, որ մի կողմից խնդիրը այն է, որ պատրաստ տրվում է ծննդաբերությունը, բայց մյուս կողմից էլ այդ Միլենայի ասածը առաջ որ բանը այդ կանանց ուժն է կորում ու գողանում են ուղակի կանանց բնական ուժը, այդ մարմնի ուժը, գիտելիքը ու ինձ թվում է, որ հայր իշխանության համար այդ շատ մեծ կարևոր գործ է, որ մայրից, որ կանանցից գողանան այդ ուժը ու այդ գիտելիքը, որ կինը ու մայրը էլ չիմանա իր մարմինը ինչ անի, ինչ կարող անի, ինչ ուժ ունի, ու նաև այդ դուլայի գործը, այդ midwife-ի գործը, այդ կանանց գիտելիքներ են, որ կանայք էին մի ժամանակ, որ այդ գործը անում էին, ու էդ էլ չկա, բժիշկն է վերցրել, ու բժիշկը կարող է կին լինի, բուժքույրը կարող է կին լինի, բայց հայր իշխանական, կապիտալիստական աշխատանքներ են հիմա, ծննդաբերությունը, ոչ թե կանանց գիտելիքների ու իրանց պատկանող գիտելիք ու աշխատանք։ Այո, շատ լավ բան ասեցիք, տարիներ առաջ, երբ առաջինովս հղի էի, համայնքներից մեկում էի եւ այնտեղի գինեկոլոգը մոտեցավ ինձ, ասեց ես նույնիսկ իմ աղջկան տանելու եմ կեսանհատման, ասեց ոչ մի կին չպետք է ծննդաբերի բնական, որտեղ բնական ծննդաբերությունը ամբողջությամբ վնասում է կնոջ առողջությանը եւ միայն կեսանհատում պետք է լինի։ Իսոս մարդ էս ինչ ասում էլի, այսինչ հայտնի բժիշկ այս ինչա խոսում։ 2016 թիվն էր, շատ լավ հիշում եմ։ Դրանից հետո մեկ այլ ծանոթ տղա, էլի շատ հայտնի վիրաբույժ այլ ոլորտում, ինձ ասեց ընդհանրապես, եթե ես մտնեի այս ոլորտում, ընդհանրապես թույլ չէի տա, որ ոչ մի կին չծննդաբերի բնական, ոչ մի կին պարտավոր չի անցնել այն բոլոր ցավերի միջով, որը անցնում են բնական ծննդաբերողները։ Եվ արի ու տես, որ այսօր մեր դաշտում եւ հատկապես հայաստանյան ծննդաբերական դաշտում հիմնականում տղամարդիկ են գերիշխում, որոնք կյանքում այդ փորձը չեն ունեցել, որոնք քեզ ոչ դիրքով կարող են մեծ խորհուրդ տալ, որտեվ իրականում չեն հասկանա այդ պահին երեխան ոնց է անցնում։ Կան տղամարդիկ, որոնք շատ լավ կանայք ունեն իրենց կողքին, շատ լավ մայրեր ունեն եւ իրենք բնատուր իրենց տրված է շատ լավ բժիշկ լինել եւ կնոջ կողքին լինել եւ իրենք հենց իրենց կանանց կտանեն բնական ծննդաբերության, բայց կան տղամարդիկ, որոնք շատ ավելի շատ մտածում են իրենց քսակի մասին, որտեվ եկեք ընդունենք, որ ծննդաբերությունը այդ գործն է, որը միշտ կա, միշտ ամեն օր մարդ է ծնվում։ Եվ ինչու այդ նմանատիպ ոլորտը չդարձնել բժշկական ոլորտ։ Ինչ լավ է Եվ սա։ ես դեմ չեմ, որ այս ամեն ինչը մտել է բժշկական ոլորտ, անկեղծ։ Ես էլ եմ շնորհակալ, որ թույլ տվեցիք ինձ այս նախադասությունը ասել։ Պետք է նստենք ճիշտ խոսենք, էլի, դուզը խոսենք։
Իհարկե նաև նմանատիպ բաները կան, այսինքն հենց հիմա ու բժշկական համալսարան եթե գնաս ու նայես գինեկոլոգիայի բաժնում հիմնական տղաներ են եւ հետո նաև հենց տղաներն էլ անցնելու են աշխատանքի։ Եվ իրենց նպատակը ինչի որ անպայման կնոջ տակը տեսնեն ինչա կատարում, հա, որտեղ իրենք բոլորը ասում են, այստեղ ամենաշատ փողաբեր աշխատանքն է, որ կատարում ենք։ Հա, որտեվ դու կարաս ամեն ինչ ունենաս, բայց հետո նաև իդեպ այս վիրահատությունների մեջ top 5-ում 5-րդ տեղում նաև արգանդի հեռացումներ մտնում հիստերեկտոմիան։ Հա, այսինքն կներեք, այսօր Հայաստանում գնանք էլի հիվանդանոցներ կամ գալիս են կեսանի, կամ ծնդաբելու, կամ կիստա հեռացնելու, կամ միոմա հեռացնելու, կամ պարզապես արգանդը հեռացնելու, եթե հատկապես տարիքով մեծ կինեն, ասում են, դե ինչի դա պետք է լվսել։ Թե դրա տակը ինչ կպումներ կլի, ոչ ոք չի ասի։ Այսինքն քրոնիկ ես հիվանդ կսարքեն, այդ օքեյ է։ Այո, պետք է ծնդաբերությունը ապա տղամարդա ես չի ասի ապա տղամարդացածվի, որովհետև բառը չկարողացա պտտացնել, լավ, բայց ես տեսել եմ նաև Միլենա արդարության համար նաև նշեմ, հա, իմ տեսած ծնդաբերություններից ամենադաժան ծնդաբերություններից երկուսից երկուսը 3-ից 3-ը որ տեղի ունեցել կանանց հետ եղել են կանանց հետ չեն եղել տղամարդկանց հետ Դե ինձ թվում է այդքան որ համար է այդ բառը օգտագործում է հայրիշխանական, այդքան դա տղամարդկանց կամ կանանց մասին չէ, այլ ընդհանուր մի հատ համակարգի մասին է։ Համակարգի մասին է, թե ոնց է առհասարակ, երբ որ ասում ենք կանանցից խլել են կամ փորձ են անում խլել այդ գիտելիքը, այդ ուժը դրա մասին է, ոնց որ կանայք է դա կարանան, տղամարդիկ է դա հեչ պայմանավորված չի այդ բանով, էլի, որ դու տղամարդ ես թե կին, այլ ոնց որ ինչ ենք մենք տեսնում, ինչն ենք սովորում։ Չնայած համար ես այդքան էլ համաձայն չեմ, որ ուժը կարան խլեն կանանցից, որովհետև ինքը ինչքան բնական է, այնքան գերբնական էլ է իմ համար, որ ինչ որ մի տեղից ինքը անընդհատ գալիս է, դա կյանքի ուժ է ու կյանքը անverջ հոսում է եւ հոսալու է։ Ես գիտեմ, որ մենք դեռ կարանք շատ որովհետև ինձ թվում է մենք շատ փոքր մի հատ փոքր, այսինքն մեծ, բայց մեկ ակնարկ արեցինք Այս թեմայի մեջ այնքան բան կա խոսելու, բայց հիմա մենք շատ կենտրոնացանք կեսարյան հատումների վրա, բայց ես գիտեմ, որ շատ բան կարելի ենք խոսալ այս թեմայի շուրջ, թողենք դա մյուս մեր էպիզոդներին ու այս մի փոքր դրական բանով ավարտենք այսօրվա մեր քննարկումը, ինտերվյուն, եթե թույլ կտաք, եթե ինչ-որ վերջին խոսք ունեք ասելու, ասեք, որ հանկարծ ոչ մեկին բան չանեմ, էլի, ցենց կտրուկ չավարտենք հիմա այստեղ։ Ես ուղղակի առաջարկում եմ, որ շատ երկար չձգենք, այստեղ ավարտենք։ Ինչ կասեք։ Երևի համաձայն եք, եթե լռում եք, ուզում եմ շնորհակալություն ասեմ քեզ Սվետա, որ համաձայնվեցիր գաս այսօր խոսես այս թեմայից ու նաև ասենց ասեմ, երևի էգոիստական ցանկություններ իմ կողմից, որ նաև ասենց մանրամասն տեսնեմ, թե ինչի մասին էր քո թեզը վերջի վերջո ու նաև ոչ այդքան էգոիստական, որ լիքը ուրիշ մարդիկ է կարողանան տեսնեն հուսամ, որ հետաքրքիր կլինի եւ կոմենտներ կլինեն, մարդիկ ոնց որ կխոսեն, կկիսվեն, sense. Ես էլ եմ ուզում մեծ շնորհակալներ, շատ հետաքրքիր էր ու զրուցել ձեզ հետ ու սովորել ձեզանից ու շնորհակալ եմ ձեր տեզի համար ու ձեր աշխատանքի համար ուզում եմ մեր լսողներին հիշեցնել, որ like անեք, subscribe անեք, follow անեք, rate անեք, comment-ներ թողեք, մեզ հետ խոսացեք ու կապվեք ու նաև Սվետլանա Ավագյանի հետ։ Շատ շնորհակալություն, ես էլ կցանկանամ իմ շնորհակալություն խոսքը մղել ձեզ, որ հետաքրքրեց այս թեման ձեզ, նաև իմ հուզական վիճակները, ինչ որ ձևով նաև նպաստեցին, որ սրա մասին խոսենք։ Ես անկեղծ երկար տարիների
մակարումներից հետո հասնելով այս կետին, երբ ուզում էի իսկապես խոսքս հասցնել, ես լացում էի նրա համար, որ ես չկարողացա խոսքս հասցնել, ոչ թե միջավայրն էր պատճառը, այլ իմ համարձակությունս կամ իմ այդ ամբողջ փորձս չբավարարեց, որ տվյալ հարթակում կարողանայի այդ հարցի բարձրաձայնումը կատարել եւ կրկին էլի ինձ մեղադրեցին, ասին դու այդքան հմտություն կամ այդքան պրոֆեսիոնալիզմ կամ կոմպետենտություն չունես այս թեմայով խոսելու, մինչդեռ հենց մենք կանայք ունենք այդ կոմպետենտությունը խոսել ծննդաբերության մասին, հետծննդաբերական շրջանի մասին, եւ մենք հենց այն կանայք, ովքեր ունեցել են կեսանհատումով, իրենք գիտեն ինչ է նշանակում այս փորձությունների միջով անցնել եւ խոսել նրանից, որ ես կոմպետենտություն չունեմ, սիրելիներս, մասնավորապես եսը չկա, հա, կինը, որը ծննդաբերել է կեսանհատումով, այդ միամտություն է։ Ամեն մեկիս փորձը, ամեն մեկիս պատմությունը լսելի է եւ կարեւոր է։ Եվ տակից որոշակի դրամա կա։ Եվ ես նրա մասին եմ խոսում, որ եկեք այդ դրամայի մեջ չմնանք, եկեք անցնենք այդ դրաման։ Դրամայից անցնելու ճանապարհ կա, որովհետեւ կյանքը ի վերջո շարունակվում է եւ եկեք ապրենք, որ ապրեցնենք։ Շնորհակալություն։ Մերսի շատ Սվետա։ Merci.